Սիրելի քրիստոնյա քույրեր եւ եղբայրներ, հույս ունենք, որ ամբողջ ինֆորմացիան ուշադիր կլսեք։ Ինչպիսի կեղծիքի միահյուսում։ Բոլոր կեղծիքները, թուլությունները իշխում են մեր վրա, ով է մեղավոր։ Պատարակը շատ դա զոհաբերության ծես է համարվում։ Թող մարդիկ մտածեն, արժի արդյոք գնալ թե չէ։ Մենք չենք առաջարկում, մենք ով ենք, որ առաջարկենք։ Մենք խոսում ենք այդ մասին։ Հուդան եկավ, չէ՞, հատուկ առաքելությամբ, ինչ առաքելությամբ։ Հայտնվողը եղել է Հուդան, այն ապոկալիպսիսի նկարագրությունը, որ կա։ Նա, քանի որ ուներ նաև այդպիսի առաքելություն, կորցրած գիտելիքների վերականգնումը, հա, ասենք, տալ մեզ, հրեա հոգևորականությունը արդյոք կհամարձակվեր սպանել, սպանության փորձ անել Յահույայի կամ ձեր բառերով ասած Եհովայի որդուն։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5-ով։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է եւ ես մեծագույն սիրով ներկայացնում եմ տիեզերքի հարցերով վերլուծաբաններ Գոհար Գրիգորյանին եւ Լիլիթ Մարգարյանին, բարով եք եկել։ բարև ձեզ։ Հերթական անգամ շնորհակալություն եւ հերթական հարցը ավանդական, ինչպես էր նախորդ հաղորդման արձագանքները, արդյոք ձեզ շարունակում են աջակցել։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Իհարկե շարունակում են աջակցել, որի համար մենք անչափ շնորհակալ ենք, մեր խորին շնորհակալություններն ենք հայտնում եւ կխնդրեի, որ մի քիչ ակտիվ լինենք։ Շուտով գիրքը պետք է մտնի տպարան։ Մի փոքր այո, մի փոքր ակտիվություն է պետք եւ ամեն ինչ շատ լավ կլինի, մեր ուզածի պես։ Հրաշալի։ Եվ այսօր որքան ինձ շշուկներ են հասել, բավականին սենսացիոն թույլ տվեք ասել հաղորդում է լինելու։ Մի քիչ ինչ շակերտները բացել եք, բայց ավելի ամբողջական, տենց էլ չբացեցիք, հենց որ ես էլ ձեզ պես անամբերությամբ սպասում եմ, թե ինչ բացահայտում է այսօր լինելու։ Ենթադրում եմ, որ շատ մարդիկ են այս հարցը տվել, որ անդրադառնում եք այս հարցին։ Բարեկամներ, այսօր հասկանալու ենք Քրիստոս, Հիսուս Քրիստոս անվան ծագումնաբանությունը եւ առասարակ անվան բացահայտում ենք անելու, համեցեք։ Այո, այսօր մենք պետք է անդրադառնայինք չակրաներին, բայց շատ կարևոր եւ հրատապ համարեցինք անդրադառնալ մի թեմայի եւ գուցե թե ամենակարևոր թեմային, առանց որի ճիշտ բացահայտման մենք չենք կարող նախ հասկանալ մեր անցյալը եւ ստիպված ենք լինելու միշտ դատապարտված լինել ձախողման։ Այո, այսօր Քրիստոսի եւ քրիստոնեության մասին է խոսքը գնալու, մենք պետք է բացահայտենք իրական Արամազդի որդու իրական անունը եւ էլի շատ գաղտնիքներ այդ թեմայի հետ կապված։ Ինչ կապ ունի Քրիստոսը Արամազդի որդու հետ։ Մենք մեր առաջին հաղորդումներից մեկի ժամանակ արդեն անդրադարձել ենք մի փոքր, մենք ասել ենք, որ նա ում Հիսուս Քրիստոս են անվանում եղել է իրականում Արամազդի որդին։ Շատ չկրկնվելու համար ես անդրադարձ կատարեմ մի քանի այլ անունների, հետո անմիջապես հասնենք մեր նշանակետին։ Ընդհանրապես հակառակորդ կողմը գործում է հետևյալ սկզբունքով։ Անշեղորեն իրականացնում է իր ծրագրերը, չխորշելով այն քայլերից, որոնք պատվիրանի մակարդակով առնվազն նշված չեն, արգելված չեն։ Իրենք գնում են բոլոր թույլատրելի ու անթույլատրելի քայլերին, իրենք ծրագիրը իրականացնելու համար։ Դրանցից մեկը անունների յուրացնում է, այսպես ասենք, սկսենք ավելի հին ժամանակներից։ Ինչպես գիտենք, Նեբրովթը նշել ենք թե չէ, իրականում Բելը էլի Արամազդի որդիներից է եւ իրականում Նեբրովթի եւ Հայկի միջև է եղել հակասություն, հակառակորդ կողմը, այսպես ասած։ Նեբրովթը Քրոնոսի որդին է, այո։ Նեբրովթը սկզբում եղել է Արարչի կողմից անվանակոչված մեր լեռան անունը, այն լեռան, որ Նեմրութ ենք անվանում։ Հետագայում Քրոնոսը որոշում է այդ անունը դնել իր որդու վրա։ Արգելված չէ եւ դա արվում է։ Եվ ի պատասխան դրա է հետագայում Անտիոքոս առաջինը այնտեղ կառուցում մեր Արամազդի, Անահիտի եւ Դիցերի արձանախումբը։ Հաջորդ անունը Դավիթը, որ Արամազդի սերունդներից Դից է,
շատ սահուն կերպով յուրացված հակառակորդ կողմից։ Մորմոնը, որ ինչպես գիտենք աշխարհում այսօր ամենահայտնի աղանդավորական ուղղություններից մեկն է, այո, Արամազդի դստեր անունն է։ Մորմոն։ Այո, օգտագործվել է նրա անունը իրենց վատ նպատակների համար։ Բայց կա մի անուն, որի արտաբերումը անկախ հետևանքներից մենք պարտավոր ենք ասել, պարտավոր ենք դա տեղյակ պահել, որովհետև ամենամեծ կեղծիքը 2000 տարվա ամենամեծ թյուրիմացություն չի սա միտումնավոր հստակ ծրագիր է հենված այս զեղծարարության վրա։ Այնպես է փոխված Արամազդի որդու անունը, որպիսի նրա հետևորդները նույնիսկ անկախ ազգությունից երբեք լավ իմաստով ոչ հիշեն, ոչ արտաբերեն այդ անունը։ Եվ սա է պատճառը, որ այդ ծրագիրը այսպես շատ հաջողությամբ իրականացվել է մինչ օրս։ Շատ չերկարացնենք, ինչ է եղել Արամազդի որդու, այսինքն չի եղել, այսօր էլ կա որդու անունը, Հուդա։ Ամեն adekvat քրիստոնյա եւ հայ քրիստոնյա հատկապես չենք կարող ժխտել, որ այդ անունը հիշում եւ հիշատակում է միայն բացասական իմաստով։ Հուդա։ Իհարկե։ Այո։ Այնինչ դա որպես արծաթասեր, որպես դավաճան, որպես մեղք գործած։ Այո, եւ դրանից ածանցվող բազմաթիվ հետևանքներով։ Մենք տեղյակ ենք, որ դիցերի անունները չեն կրկնվում եւ առաջին անգամ դրվում են հենց դիցերի վրա։ Հետագայում Դավիթներ շատ են եղել, բայց առաջինը Դավիթ կոչվել է դիցը, օրինակ։ Բայց մենք գիտենք, որ Հուդա անունը կրել են նաև այսպես ասած Քրիստոսի եւս երկու աշակերտներ եւ այլն։ Հրեական կրոնն է կրում այդ անունը, հուդայականություն է կոչվում, Հուդա տեղանուն կա եւ այլն։ Ինչպես այդ ամենը հասկանալ։ Ինչ է բանից պարզվում։ Հուդայի երկու աշակերտները չեն կրել այդ անունը, նրանց իսկական անունը, այո, եղել է Յահուդ, ոչ թե Հուդա։ Եվ նրանցից մեկը, որ Իսկարիովտացին էր, նա չի եղել մատնիչն ու դավաճանը, այլ մյուս Յահուդը։ Որպես հրեական տոհմերից մեկի նահապետի անուն նույնպես չի եղել Հուդա անվանումը։ Իսկ տեղանունը կոչվել է Հուդա, որովհետև այնտեղ են եղել ամենամեծականակ հավաքները հենց Սուրբ Հուդայի շուրջը։ Եվ աշակերտների հետ, եւ ժողովրդի հետ, բժշկություններն այնտեղ են տեղի ունեցել։ Ընդամենը պատճառը դա է եղել։ Իսկ կրոնը հուդայականություն կոչվել է նրա հեռանալուց 56 տարի հետո միայն։ Ինչպես է ստուգաբանվում, անմիջապես գիտենք, որ լեզվաբանների, պատմաբանների մի հզոր բանակ կարձագանքի այս հայտարարությանը, մենք չենք որոշում դա, բայց մեզ հայտնի է հետևյալ ստուգաբանությունը։ Հուդա բառը տառադարձված ձևով պահպանվել է ուրդու լեզվում, որը Պակիստանի եւ Հնդկաստանի միջանկյալ տարածքի լեզու է, համարվում է հնդարիական լեզու, պահպանվել է հին պարսկերենում եւ քրդերենում։ Խուդա եւ խոդե տարբերակներով, ձևերով։ Հայերենում դա համապատասխանում է գետին, գետ արմատին, գիտենալ, ամենագետ իմաստով, որովհետև Հուդայի առաքելությունը եղել է մոռացված գիտելիքների վերադարձը մարդկությանը, նախ հայությանը
եւ ապա գիտելիքների տալը հրեական ժողովրդին։ Գիտելիքները առաջնային են այս պարագայում, դրա համար նրա անունն էլ պատահական չի դրվել։ Եվ անգլերեն լեզվում եւ արաբերեն լեզվում են նույնպես պահպանվել անունները։ God անգլերեն տարբերակը, այդ նույն հուդն է, նույն աստվածն է, նույն իմաստը ունի եւ արաբերենում Goddess, որ սուրբ է նշանակում եւ այլն։ Այսքանը նրա անվան վերաբերյալ։ Մի հատ էլ որպես ամփոփում, որ հասկանանք, այսինքն ով է Հուդան եւ արդյոք նա նույն Հիսուս Քրիստոսն է։ Նրան հեռանալուց 5 տարի հետո անվանել են Հիսուս, հետագայում Քրիստոս։ Քրով սկսվող տիտղոսները կամ անունները վերաբերվում են Քրոնոսի կողմին։ Դրանք կոդեր են, որոնք անտեսվել են, մոռացվել են, պատճառ արմատը որտեղից է գալիս, անտեսվել են, քանի որ բազմաթիվ արտագրությունների եւ թարգմանությունների մեջ կորել է, անհետացել է ճշմարտությունը։ Իհարկե դա չի նշանակում, որ չկան պահպանված հնագույն աղբյուրներ։ Ժորդ մի վարքյան։ Հիսուս Քրիստոս ծնվել է 1 թվականին, թե չի ծնվել։ Ծնվել է։ Ծնվել է, բայց ոչ թե Հուդա է ծնվել, Հուդա է ծնվել։ Այո։ Որը այսօր Սուրբ Դից է։ Սուրբ Դից է։ Այո։ Որը Արամազդի որդին է։ Որդին է եւ Անահիդայի։ 5 տարի հետո ինչի է Հուդան դարձել Հիսուս Քրիստոս։ Դե մենք գիտենք, որ 37.5 տարեկանում նրան փորձեցին սպանել։ Իհարկե նրան չհաջողվեց սպանել, բայց նրան խոցեցին գեղարդով, հա։ Եվ դիցերը նրան, երբ որ նրան փակեցին քարայրում, դիցերը նրան տարան եւ բուժեցին, վերականգնեցին։ Իհարկե, ասեմ, այստեղ մի շատ կարեւոր մի բան հիշեցի, որ մինչ այժմ այդ սպին, որ կա գոյություն ունի, թողել են իրենք։ Իհարկե նրանք կարող են իսպառ վերացնել այդ հետքը, բայց թողել են որպես ապացույց, քանի որ եթե մենք մեզ ճիշտ դրսևորենք, հետագայում նա գալու է։ Այնպես Այ դրա համար քրիստոնյաների հավատը, համոզմունքը, որ երկրորդ գալուստ լինելու է։ Ինչ որ առումով ճիշտ է, ինչ որ, բայց բոլորովին այլ կերպ, քան իրենք են պատկերացնում։ Դա չի լինելու աշխարհի վերջ, դա չի լինելու ահեղ դատաստան եւ այլն։ Նա ինչ որ ժամանակ գալու է, ներողություն գորջան, իր գործառույթը նորից ստանձնելու, շարունակելու համար։ Եվ այսպես նրա հեռանալուց հետո 5 տարի անց, այդ 5 տարում լռություն է տիրում ամբողջովին, եւ նրանք ծրագիր են մշակում, լավ, ինչպես անել, որպեսզի ժողովուրդը մոռանա, մոռացության մատնել, այո, եւ որոշում են ծրագրում են նոր կրոնի դրույթները, եւ Քրոնոսի թոռը գալիս է, մենք այս մասին խոսել ենք մեր անցած հաղորդման ընթացքում, նախանցածներից մեկում, շատ մանրամասը չասեմ, եւ բերում է նոր կրոնի դրույթները, արդեն մշակված անունը, որը հապավում է կոնկրետ նշանակության, Հիսուս եւ Քրիստոս տիտղոսը, եւ միահյուսելով իրենց կեղծիքը իրականության հետ, քանի որ այնտեղ շատ հիշողություններ կան, որ Հուդան ինչպես է բուժել, բժշկել, հրաշքներ գործել, հա ինչ գիտություններ տվել մարդկանց եւ այլն, այդ ամենը կեղծիքի հետ միահյուսելով ստեղծում են նոր կրոնը 5 տարի անց։ Իհարկե առաջինը փորձարկում են իրենց հենց հրեա ազգի վրա, այնուհետև տեսնելով, որ ինքը շատ գեղեցիկ գործում է, ասում է սա մերը չի, սպասեք։ Առաջինը ասորիներին, բնականաբար ասորիներն էլ ջնջվեցին, մաքրվեցին, գնացին եւ հետագայում արդեն հայերի վրա։ Ինքը շատ լավ աշխատում էր եւ իրենց գերնպատակն էր, այո, բոլորին իրենց ենթարկացնելը։ Մենք սա գաղտնիք չենք ասում, քանի որ այսօր բացեի բաց հրեաները խոսում են այդ մասին։ Եթե մենք բացենք համացանցը, այնտեղ պարզ գրված է, որ մենք ինքներս ենք ներմուծել բոլոր կրոնները մարդկության հետ ճիշտ շփում ունենալու համար, իսկ այսօր մենք կարող ենք թույլ տալ անմիջական արդեն շփվել մարդկության հետ, այնպես որ սա շատ պարզ է, մենք չէ որ պիտի ասենք
իրենք էլ ասում են այդ մասին, արդեն մոտավորապես 6-7 տարի առաջ նրանք խոսում էին այդ մասին։ Եվ ավելի, միշտ էլ խոսել են այդ մասին։ Հիսուսը իր գալով ուներ առաքելություն, գերնպատակ։ Այո, ուներ։ Թե այո, ապա Այն էլ ինչպիսի։ Նրա գալուստը ուներ երկու գերնպատակ։ Առաջինը շեղված մարդկանց իրական ուսմունքը փոխանցելը, տալը եւ ճշմարիտ ուղու վրա դնելը, եւ երկրորդը անպայման հրեաներին արարչական գիտելիքներին ծանոթացնելը։ Քանի որ նրանք շատ շեղված են եղել, եթե հիշենք մանուկների ջարդը, հա, զոհաբերությունները, սպանությունները, այս ամբողջը դա հենց այդ շեղումների հետևանքներն են, քանի որ ինքը Քրոնոսը նույնպես կողմ չի այս ամենին։ Դա իրականում իրականացվում է այստեղ հրեա հոգևորականության շնորհիվ, դա նրանց մեղքի բաժինն է իրականում։ Ինչի Քրոնոսը դեմ է այս ամենին կողմ չի, քանի որ նա ինքը շատ լավ գիտակցում է, որ սա սխալ ուղի է, վերջի վերջո նա մի օր պատասխան պիտի տա արարչի առջև այդ ամենի համար։ Եվ իհարկե ներկայումս էլ նա փորձում է այդ ամենը ուղղել, շտկել, որպեսզի մարդիկ նման հանցանքներ, նման բաներ չգործեն։ Եվ այստեղ հարկ է նշել նաև այն փաստը, երբ որ այդ մանուկների ջարդը հա տեղի ունեցավ, քանի որ նրանք տեղեկացան, որ եկել է Արամազդի որդին եւ ինչ նպատակներով է եկել հրեա հոգևորականությունը եւ որոշեցին կազմակերպել մանուկների ջարդը։ Ինչ տեղ ունեցավ, իրականում փրկվեց Հուդան, բայց իրենց բոլոր երեխաներին ոչնչացրեցին։ Այստեղից պարզ եւ պարզ է դառնում, որ Քրոնոսը չէր կարող նման ծրագիր ունենալ, որպեսզի ինքն իր սերունդներին ոչնչացներ։ Ճիշտ է։ Բայց նրանք ոչինչի առաջ չեն կանգնում։ Հա, բայց նրանք այո, գործում են այդպես եւ բնականաբար ինչ անում են, այն էլ ստանում են վերջնական արդյունքում։ Մենք կարող ենք մի քիչ Հիսուսի կենսագրությունից խոսել։ Ի վերջո մեզ հայտնի է, որ նա 33 տարի է, հա, ապրել, բայց դուք այնտեղ ասում եք ավելի շատ։ Ինչով է զբաղվել եւ այլն։ Կուզենայի նախ եւ առաջ առաքյալների մասին անդրադարձ կատարել։ Առաքյալները տարածել են նրա ուսմունքը։ Նրանք չեն եղել կրոնի հիմնադիրներ։ Սրանք արմատական տարբեր բաներ են։ Այո։ Ուսմունքը եւ կրոնը բացարձակ ոչ միայն տարբեր են, իրար հակադիր են։ Ուսմունքը գիտելիքների համակարգ է, կրոնը պարտադրվող, չգիտես ինչի վրա հիմնված հավատի։ Պողոս առաքյալը չի եղել նրա առաքյալների թվում եւ ազգությամբ հրեա է եւ կաթոլիկ եկեղեցու հիմնադիրը եւ հենց կրոնի հիմնադիրն է, այն կրոնի, որը դարձավ ուսմունքի հակադրությունը։ Ազգությամբ հայ 10 առաքյալներ է ունեցել Հուդան, ովքեր տարածել են այդ ուսմունքը, որպեսզի կանխվի դրա տարածումը եւ ի վերջո այդ ուսմունքը վերածվեց կրոնի, հիմնվեց կաթոլիկ եկեղեցին։ Այդ հակասության վրա է հիմնված ամեն ինչ։ Այնինչ մի ուրիշ Պողոս Հուդայի հեռանալուց 200 տարի հետո ստեղծեց Պավլիկյան շարժումը, հիմնադրեց այդ շարժումը, որը հենց Հուդայի ուսմունքի հիման վրա նորաստեղծ կրոնին հակադրվելու փորձ էր։ Ոչ թե փորձ էր, այլ նրանք ոչ մի կերպ չէին ընդունում որպես կրոն այդ ուսմունքի տարածումը։ Նրանք գիտեին իրականությունը, գիտեին ճշմարտությունը, դրա համար էլ դաժան հաշվեհարդարի արժանացան։ Ընդհանրապես Պավլիկյաններն էլ թոնրակեցիներն են, մի տեսակ փոքրիկ անդրադարձ է եղել առնվազն բարսեղյանական համակարգի մեջ։ Շատ մասնագետներ են անդրադառնում դրան ու պարզից պարզ է ինչ նպատակով է ճնշվել այդ շարժումը։ Միանգամից խեղդել են բնում։ Հետագայում եւ դարձի գալ, որ մենք համարել ենք, այսպես ասած քրիստոնեությունը համարել ենք այն ամենասկզբում, երբ որպես ուսմունք Հուդայի վերադարձրած օրենքները արարչական ընդունելի են եղել հայկական միջավայրում, դա է եղել դարձի գալը, ոչ թե Գրիգոր չասեմ ում
տարածած, հրով ու սրով տարածած կրոնը արդեն, դա կրոն էր, դա արդեն ուսմունք չէր, դրա համար էլ հասանք այստեղ։ Քանի որ խոսքը գնաց առաքյալներից, կուզեի այստեղ նշել այն հայ առաքյալների անունները, ովքեր եղել են Հուդայի աշակերտները։ 7 Թադևոսը, չէ՞։ Նաև Հակոբոս Ալփյան, Բարդուղիմեոս, այո, Ղեբեոս, Մաթեոս, Թոմաս, Թադեոս եւ Շմավոն Կանանացի։ Հայեր են բոլորը։ Այո, բոլորը նրանք հայեր են եղել, հայեր են։ Եվ բնականաբար այդ երկու յահուդներին արդեն բացահայտեցինք, եւ այստեղ յահուդ անվան հետ կապված մի մեջբերում անեմ, որ ներկայումս էլ այլ ազգիների մոտ է տարածված, եթե ինչ որ մեկի նկատմամբ խորը ատելություն են տածում, հա, իրենք այդ անձնավորությունը անվանում են յահուդ։ Եվ այդ անվան հետ կապված այդ ատելությունը մնացել է։ Նույնիսկ իրենք էլ յահուդներին առանձնացնում են, այսինքն հենց յահուդ են անվանում այդպիսի մարդկանց։ Սա էլ եւս մեկ փաստ որպես դավաճանի։ Որպեսի Հուդա անունը արմատապես վարկաբեկվի, Հուդայի ծնվելուց 28 տարի անց ծնված մի հրեայի հենց հոգևորականությունը ինքը աճեցնում է, այնքան մտածված են նրանք գործել, այնքան մտածված։ Ծրագիրը կազմել են, պետք է ծնվի, պետք է անունը դրվի, պետք է նրան դարձնենք այդպիսին, չարագործ եւ այլն, որպիսի վերջնականապես Հուդայի անունը վարկաբեկվի։ Խնդրեմ Լիլիթ։ Այն Հուդայի, որը ըստ էության Հիսուսն էր, ու եկել էր լրիվ այլ առաքելությամբ։ Այո։ Պատկերացնում եք, ունենում են 28 տարի անց մեկին, մտածում են, ծրագիրը մշակում են, անունը դնում են Հուդա, որպեսզի հետագայում ժողովուրդը հիշի նրան։ Ամենավատ, ամենաչարագործ, ամենապիղծ արարքներն է գործում, ամենամեծ հանցագործն է լինում այդ մարդը։ Դե բայց ստացվավ, Հուդան հիմա Եվ արեցին իրենք։ Ստացվեց, բայց նրանք չեն նախատեսել, չեն այսօրվա մասին չէին մտածել, բացահայտումները ոչ մի ինֆորմացիա տիեզերքում չի կորում, եւ մի օր դա կբացահայտվի։ Այլ հարց է, երբ կբավարարի մեր adekvat գիտակցությունն ու համբերությունը այս ամենը լուրջ ընկալելու, հասկանալու, դա ժամանակը ցույց կտա, բայց եկել է այդ ժամանակը։ Դե պիտի ֆիքսել, ու ըստ ասվածի, որ երկու Հուդա է եղել, այսինքն ոչ թե երկու, այլ միակը, որը եկել է լուսավոր առաքելության դից, որպես դից, այո, նա միակը։ Եվ հետո ծնվել է հատուկ 28 տարի անց, այո։ Որպեսզի վարկաբեկվի այդ անունը։ Այո։ Մշտապես ժողովրդի մեջ հիշվի, այդպես դարեդար գնա։ Այո։ Դե պատկերացրեք, իրականում մատնիչներն յահուդն էր, ոչ թե Հուդան։ Տեսեք ինչպիսի կեղծիքի միահյուսում, հա, ասենք ամբողջ քրիստոնյա աշխարհը հուդայականություն կրոնը ոչ մի կրոնի դեմ ոչինչ չունեմ ասելու, ամեն մեկը իր ծրագիրը իրականացնում է, լավ անում։ Խելք ունեք, դուք էլ ձերը իրականացրեք։ Բացարձակ գործում է այս սկզբունքը տիեզերքում։ Քեզ տրվել է, դու մնակոնին հավատարիմ եւ ոչինչ չես կորցնի։ Եվ պատահական չի, որ եղել են քաղաքակրթություններ, երբ Քրոնոսն ու Արամազդը ապրել են նույն ծրագրի շրջանակներում իրենց հետևորդներով։ Երբ որ իմ հետևորդը ներողություն իմ շատ բան չվերցնեմ ինձ վրա, մնում է ինձ հավատարիմ, քոնը քեզ, այլևս ոչինչ չի խառնվում, շահերի բախում չի լինում։ Եղել է անգամ այդպիսի ժամանակներ։ Իսկ երբ որ կորցնում ենք մենք մեր արժեքները, սկզբունքները, ուրանում ենք այդ օրենքները, պատվիրանները եւ շահը, նյութականը, բոլոր կեղծիքները, թուլությունները իշխում են մեր վրա, ով է մեղավոր։ Ասում ենք, չէ, մենք լավն ենք։ Մենք ախր շատ լավն ենք, 5 տարի հետո Հուդան դարձավ Հիսուս եւ ինչ արեց, ինչով էր զբաղվում։
Այդ ընթացքում նա 2 տարի 9 ամիս այո շփվել է իր աշակերտների հետ։ Իհարկե դա եղել է գաղտնի, ոչ ոք չի իմացել այդ մասին, բոլոր դեպքերում նա անընդհատ տվել է գիտելիքներ, փոխանցել ուսմունքներ եւ որի հիման վրա էլ արդեն առաքելական այդ գիտություն ուսմունքը սկսեց տարածվել, հա։ Ուրեմն նրանից հետո նրա կենսագրության դե արդեն գիտենք նրանից հետո ինչ եղավ, նրանք եկան հիմնեցին քրիստոնեությունը, եթե այդպես վերցնենք, այդ կողմը ինչ արեցին, իսկ իրականում ինչ արեց Հուդան։ 11-ից 21 տարիները, որը որ նա եղել է պարբերաբար անընդհատ իր ծնողների մոտ, գիտություններն է ստացել, ուսմունքներն է վերցրել, որպեսզի փոխանցի մեզ։ Իսկ ավետարանում բացակայած տարիներին նա իհարկե ճանապարհորդել է, եղել է տարբեր երկրներում եւ այնտեղ ոչ թե սովորել է, այլ սովորեցրել է մարդկանց։ Դա եղել է Հնդկաստանը, Տիբեթը, Հռոմը, այլ որտեղ է Հունաստանը, Հայաստանը, այո, Հայաստանը ամենակարևորը եւ Եթովպիան։ 5 երկրներում այդ Հիսուս Քրիստոս ստեղել է։ Այո, Հուդան, այո, այդ բոլոր Հիմա Հուդա թե Հիսուս Քրիստոս։ Դե իրականում Հուդա ոչ թե Հիսուս Քրիստոս։ Երբ բա Հիսուս Քրիստոս անունն առաջացավ։ Արդեն ասացինք ենել մի քանի անգամ։ Բայց դա չեմ կարողանում ֆիքսել, էլի այնքան շատ է ինֆորմացիան։ Նրա հեռանալուց հետո Քրոնոսը ծրագրել է, մտածել է այդ ամբողջ ծրագիրը եւ իջեցրել են այստեղ տալով մարդկությանը իրենց կողմի հրեաներին, որ այսպես նա կլինի Հիսուս Քրիստոսը, այս հապավմամբ եւ այս կեղծիքը, այս ճշմարտության հետ կմիահյուսեք եւ կստեղծեք կրոնը եւ այդպես նրանք ստեղծել են կրոնը։ Դա նրա հեռանալուց հետո։ Իսկ մնացածը, մենք արդեն ասացինք, որ մինչև 37.5 տարի նա այստեղ ուսուցանել է, տվել է գիտություններ, ծանոթացրել է պատարագի մասին, գիտեք, պատարագը շատ դա զոհաբերության ծես է համարվում իրականում պատարագը։ Պատկերացրեք, սա մի սարսափելի մեծ ցավ է իրականում Հուդայի համար, քանի որ ամեն կիրակի մարդիկ հավաքվում են եւ նրա զոհաբերության այդ ծեսն են կատարում։ Ոչ ոք թող չփորձի հակառակը պնդի, սա հենց հոգեվորականներից է ճշտված, որ ինքը զոհաբերության ծես է համարվում։ Պատարագը, այո, ինքնին։ Ամեն անգամ, երբ կիրակի օրը մարդիկ այստեղ գնում են պատարագի, մասնակցում են Հուդայի զոհաբերման ծեսին, նա սարսափելի մեծ հոգեբանական եւ ֆիզիկական ցավ է ապրում։ Դուք պատկերացնում եք մոտավորապես 2000 տարի։ Նա այդ ցավը ապրում է եւ ֆիզիկապես եւ հոգեպես։ Թող մարդիկ մտածեն, արժի արդյոք գնալ թե չէ։ Կենթանի մարդու համար զոհաբերության ծես է սա համարվում, պատկերացրեք։ Բայց այդպես չի բացատրվում առաքելական եկեղեցով։ Գիտեք, առաքելական եկեղեցին դա ամենասկզբում է Աստծո հետ, Քրիստոսի հետ։ Դա փուլերով կատարվող ծես է, որի մեջ կա զոհաբերության պահը, անպայման կա։ Ես այնպես չի, որ խորը մասնագետ եմ, բայց դրանում համոզված եմ։ Okay, բայց միևնույնն է, դու պատարագի մասնակցելով ավելի հաղորդակցվում ես փրկչի հետ։ Որովհետև մաքրվում ես։ Ինչպես կարող է հաղորդության միջոցով եք հաղորդակցվում փրկչի հետ, որը զուտ հրեական ծեսը ուտել նրա մարմինը։ Այդ բանի նշխարքա կոչվում, հա, այդ բաժանումը այդ նրա մարմնի ուտելը։ Առաքելական եկեղեցին ժամանակին եղել է Հուդայի ուսմունքին ամենահավատարիմ եկեղեցին, այսինքն բայց ժամանակի ընթացքում իհարկե բազմաթիվ փոփոխություններ են եղել եւ ծիսակարգում եւ չգիտեմ էլ ինչու։ Լավ, այդ առանձին իսկապես երկար թեմա է։ Ինձ ու վստահ եմ հազարավոր հետևորդների մի բան է հետաքրքիր։ Դուք այդքան է որտեղից գիտեք, եւ երկրորդ, արդյոք կան, ասենք, պահված կամ չոր արխիվային գրականություն, տեղեկատվություն, որտեղ ես մեղավոր մահկանացուց եւս կարող եմ դոստուպ ունենալ, համեցեք։ Այո։ Ես ուզում եմ հիշեցնել մեր հետևորդներին, հեռուստադիտողին, որ մենք այս ինֆորմացիան ստանում ենք մի անձնավորության միջոցով, ով անմիջական կապի մեջ է Արամազդի դուստրերի եւ Թորան հետ, ովքեր որ անմիջապես նրան փոխանցում են այս գիտելիքները։
Իսկ ինչ վերաբերվում է արխիվներին, այո, մենք ունենք Վատիկանի պահոցներում այս ամենի մասին կա գրված արամեերենով եւ ասորերեն լեզվով։ Նրանք պահված են եւ Հուդայի անունը կա այնտեղ գրված եւ այս ամբողջ պատմությունները, ինչ որ մենք այսօր այս գաղտնիքները վերցանել ենք։ Այս ամենի մասին այնտեղ կա գրված։ Այն ինչի մասին խոսեցիք Վատիկանում։ Այո, այն ինչի մասին խոսեցինք։ Բայց իդեպ ասեմ, խորը թաղված։ Այո, շատ խորը թաղված։ Ոնց ինչու։ Ինչ ա լինում, որ դա ջրի երեսա դուրս գալիս։ Փոխվում է ամեն ինչ։ Ինչ Իսրայելը ձեռներից կվերցնեն, ինչ կանեն, ինչ ա լինելու, ինչ կային տերությունն է։ Նու Արամազդի եւ Քրոնոսի իշխանությունն է, չէ՞, այստեղ ամեն մեկը ձգտում է։ Պիտի իրենք բացատրեն այս ամենը։ Որևէ կերպ։ Իդեպ այն, որ Հուդային ցավ է պատճառում պատարագի ծեսը, տեղյակ են դրան միայն հրեա բարձրաստիճան հոգևորականները եւ Հռոմի պապը։ Մեր հոգևորականությունը չգիտի այդ մասին։ Այո, հենց այդ մասին է ուզում ասել։ Եվս մի իրականությունն է եղել Թովմա անհավատի այդ ձեռքը, որ ասում է, մինչև չտեսնեմ, չեմ հավատա, դա իրականություն է։ Իսկապես այդպես եղել է։ Վերքը, մինչև ձեռքը չի մցրել վերքի մեջ, չի հավատացել, որ դա ինքն է։ Տեսեք, ձեռքը մցրելա կողքի վերքի մեջ, ոչ մի ձեռք ու ոտի վերքի մասին խոսք չկա, որովհետև չի եղել, խաչելություն ընդհանրապես չի եղել։ Եվ իր վրա էլ չկան այդ սպիները, ձեռքերի, ոտքերի վրա։ Եղել է միայն խոցում, ինչպես ասվեց։ Կա այսպիսի խաչի վրա իբր թե նրա զրույցը ավազակներից մեկի հետ, որ ճշմարիտ եմ ասում, այսօր դու իմ հետ կլինես այստեղ եւ այնտեղ։ Այնինչ ավետարաններից մեկում չեմ հիշում, որ ով թերթում է աչքովս ընկավ, երբ որ նրան հարցնում են Միկին խնդրում է, միջնորդում է իր որդիների համար, որ նրանք կանցնեն քո ամբողջ անցած ճանապարհը, որպեսզի ժառանգեն երկնքի արքայությունը, ու ինքը պատասխանում է. ամեն ինչ կարող են անել, բայց կժառանգեն թե ոչ երկնքի արքայությունը, ես չեմ որոշում, այլ հայրը։ Այդ ոնց խաչի վրա իրավիճակ փոխվեց, ինքը որոշեց արդեն, նա չէր կարող դա որոշել, որովհետև նա դից էր, նա արարիչ չէր, նա նույնիսկ Արամազդը չի, նա որդին է, դիցերից մեկը, որը իր հստակ, կոնկրետ եւ շատ կարեւոր գործառույթով եկել էր։ Բայց դուք պատկերացնում եք հիմա ինչ եք ասում, որ խաչելիություն չի եղել։ Դուք պատկերացնում եք, որ դուք դեմ եք ասել, հարության գաղափարին, որի հիմք, այսինքն որի հիմքում առաքելական եկեղեցին է։ Ճշմարտությունը միակն է։ Եվ մենք անմահության գաղափարն ենք, իրական գաղափարն ենք առաջարկում, մենք չենք առաջարկում, մենք ով ենք, որ առաջարկենք, մենք խոսում ենք այդ մասին, այդ հնարավորության մասին, ուրեմն դա այնքան ավելի թույլ, ավելի երկրորդական գաղափար է, քան խաչելությունից հետո, մահվանից հետո հարությունը, ընդամենը մահ չի եղել, ինչ մի այդտեղ տարօրինակ բան կա։ Եվ եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ մենք նրանց զավակներն ենք, Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տերերի եւ հայկի սերունդներն ենք։ Եվ նրանք պահանջում են ճիշտ վերաբերմունք առհասարակ դեպի իրենց եւ իրենց տված գիտելիքներին։ Եթե մենք այսօր ուզում ենք քայլել դեպի իրենց, եթե մենք այսօր ուզում ենք իմանալ ճշմարտությունը եւ իսկական անմահությանը դեպի գնալ, ապա պետք է խնդրեմ ես բոլորին, որ իրոք ճիշտ վերլուծություններ անել եւ գնալ ճիշտ նրանց ետևից, ճիշտ այդ ճանապարհով, ոչ թե կասկածի տակ դնել նրանց տված տեղեկատվությունը, նրանց տված ինֆորմացիան։ Ըստ ձեր խոսքերի Հուդան եկավ, չէ, հատուկ առաքելությամբ, ինչ առաքելությամբ, մարդկային մեղքերը իր վրա վերցնելու։ Ոչ։ Բա ինչ առաքելությամբ։
Հա, Բուդան, որը հետո ուղղակի ուզում եմ ասեմ Հիսուս, որ մարդիկ հասկանան։ Մոռացված գիտելիքները վերադարձնելու։ Ինչ մոռացված, այդ ժամանակ ինչ մոռացված գիտելիք։ Ոնց այն, որ հետանոսական շրջանում եղել այն, որ արդեն մարդը մահկանացու էր, արդեն նշանակում է, որ մենք կորցրել ենք ամեն ինչ գրեթե։ Ճիշտ ապրելակերպից, ճիշտ ծննդակարգից, ճիշտ հարաբերվելուց իրենց հետ, խնդրելուց, ստանալուց, օգնություններից մենք ամեն ինչ ենք ու ոնց որ այս ձևական էր դարձել։ Դրա համար ժամանակներ վերադարձնել այդ գիտելիքները, մի հատ լավ ապտակ տալ, բայց հակառակը ստացվեց, որովհետև երևի շատ էինք խորացել մեղքերի մեջ իրական։ Այո։ Մի անդրադարձել կատարեմ ավետարան ըստ Հովանի, որ կա Հովանի հայտնությունը։ Հայտնվողը եղել է Հուդան, այն ապոկալիպսիսի նկարագրությունը, որ կա, որը էլի ամբողջությամբ ճշմարիտ չի պահպանվել, որոշակի այնտեղ պահեր կան, որտեղ նկարագրում է ինքը մեր քաղաքակրթության վերջը, հավանական վերջը։ Դրա նկարագրությունն է, որ մինչև հիմա միլիոն հոգի փորձել է վերծանել, այնպես չի, որ մենք վերծանել ենք։ Մենք հարցրել ենք, նրանք էլ ասել են, թե ինչ է այնտեղ նկարագրված։ Ազգությամբ հույն իր սիրելի աշակերտին է հայտնվել 6 մետրանոց իր հասակով, հենց այդ պահին, նրանց ստանդարտ հասակը։ Ինչպես նաև այն 2 տարի 9 ամիս, որ գնում գալիս էր, հիմնականում գիտելիքները տվել են Հովհաննեսին նույն։ Դա Փոքրիկ անդրադարձ կատարենք հրեաների Այբուբենի հետ կապված, այո, որ 489 թվականին է արամեեն տառերի հիման վրա ստեղծվել նրանց Այբուբենը եւ բնականաբար այն տարբերակները, որ առաջարկում են իբրև, թե Աստվածաշունչը թարգմանվել է հրեերենից, բնականաբար չէր կարող դա այդպես լինել, մի պարզ պատճառով, որ նրանց Այբուբենը 489 թվականին է ստեղծվել, այն էլ արամեերենի հիման վրա։ Եվ այն փաստը, որ այդ երկու հնագույն ձեռագրերը արամեերեն եւ ասորերեն են, ոչ թե հրեերեն, էլի շատ բանի մասին է։ Հիմա որ Ուդան նույն ինքը Հիսուսը, հա, Արամազդի որդին է, հետեւաբար հայ է։ Իհարկե ոչ։ Արամազդը առաջին արարված մարդն է, որի սերունդներից մենք ենք սերվում։ Okay, Հիսուսը ասում են ընտրյալ ազգի ներկայացուցիչը հրեա է։ Դե ասելով չի։ Հիմա ասում ենք Հուդա է եղել։ Միջև հիմա ինչ ուզել են ասել։ Չէ, հիմա ձեր խոսքից են գալիս Հուդա։ Եթե հրեա թե հայ, ուրեմն հայ է։ Ես փորձում եմ հասկանալ, ինչու է հուդայականություն հրեաների կրոնը, ինչու է քրիստոնեություն հայերի կրոնը։ Դա ընդհանրապես աղավաղում է, ընդամենը կոնկրետ ծրագրով, կոնկրետ նպատակով։ Հուդայականությունը վերցրել են ինչի համար, որպեսզի վերջնականապես մարդկանց վանեն առհասարակ Հուդա անունից, որ կտրեն, վերջացնեն, վանեն եւ всё, մերնա, ի վերջ։ Պատկերացրեք 2000 տարի միայն ատելությամբ հիշվի այդ անունը։ Ոչ թե մենք խնդրենք, ոչ թե դիմենք, այնինչ իրեն կարելի է ամենաբազմազան խնդրանքներով դիմել, այլ ընդհանրապես չմտածենք, չմտաբերենք, միայն ատելությամբ հիշենք այդ անունը։ Իդեպ կարելի է դիմել կամ դիմելուց ինչպես դիմել, ոնց դիմել։ Նույն կերպ։ Դա էլ ասեք։ Այո, կարելի է դիմել Սուրբ Հուդային եւ մենք ճշտեցինք, որ ամենատարբեր խնդրանքներով կարելի է նրան դիմել։ Շրջվում ենք դեպի արևելք, 3 անգամ կրկնում ենք Սուրբ Հուդա, Սուրբ Դից Հուդա անունը եւ ամենատարբեր խնդրանքներով կարելի է նրան դիմել։ Նա, քանի որ ուներ նաև այդպիսի առաքելություն կորցրած գիտելիքների վերականգնումը, հա, ասենք տալ մեզ, նաև ունի այստեղ այդ առաքելությունը, որ մենք իրեն դիմենք ամենատարբեր հարցերով, իսկ ինքը արդեն կարող է եւ անմիջական օգնություն ցույց տալ մեզ եւ ուղղորդել այն դիցին, ով որ պետք է կոնկրետ այդ խնդրով զբաղվի մեր։ Եվ այսպես կարելի է նաև դիմել
ամենին արդեն գիտենք, նույն ձևով կարելի է Հուդային դիմել եւ Հայկին, Սուրբ Դից Հայկին, մեր նախահորը, քանի որ նա էլ հանդիսանում է այս քաղաքակրթության հիմնադիրը, այսպես կարելի որ մենք բոլորս իրեն սերունդներն ենք, նաեւ ինչ որտեղ իր վրա այդ պարտավորությունը կա, եթե մենք ունենք որևիցե խնդիր, անմիջապես իրեն կարող ենք դիմել այդ հարցով, բայց նշեմ, եթե մենք գիտենք կոնկրետ ով է այդ խնդրով զբաղվում, ավելի լավ է դիմենք հենց անմիջապես այդ դիցին։ Սա այն դեպքում, երբ որ մարդը իրականում իրոք չգիտի ում դիմի։ Այո, չի կողմնորոշվում։ Հայկին, Հուդային եւ ամենին։ Այս երեք մեր դիցերին, սուրբ դիցերին կարելի է դիմել այս պարագայում։ Իդեպ քաղաքակրթության ավարտի մասին խոսեցինք, հա մեր քաղաքակրթության։ Այդ ժամանակը մոտ է, երբ է այդ ժամանակը։ Ոչ, մենք շատ ունենք դեռ մեր քաղաքակրթության ավարտին, ամեն ինչ արվում է, որպեսզի այդ ավարտը մոտ չգա մեզ։ Այս ժամանակավոր, տեսեք, ջրհեղեղը, հա, ասենք, այն որ հիմա ինչ որ կատարվում է երկրագնդի վրա, մաքրումները, որ գնում են, իհարկե ոչ մի արժանի մարդ չի գնում այդ ժամանակ, հիմնականում մաքրումն է տեղի ունենում, որպեսզի հարատևի մեր քաղաքակրթությունը։ Իսկ իրենց հաշվարկներով դա պետք է լինի մոտավորապես 28800 մի քանի տարի այդպես։ Դուք գիտեք որքան աստվածաբաններ եւ կրոնագետներ հենց այստեղ նստած ասել են 6 տարի, 7 տարի, 5 տարի, հրեղեղ, բան եւ այլն։ Այս ամերիկան, հետո տեկտոնիկ ճաշարներ են հնարավոր է նախորդ ջրհեղեղի նման միջանկյալ, բայց արմատական մաքրում, ոչ թե այսպիսի լոկալ տեղ, այլ 3000 հոգի է փրկվել ընդամենը նախորդ ջրհեղեղի։ Բայց դա չէր համարվում քաղաքակրթության ավարտ։ Այդպիսի միջանկյալ մաքրում, բայց ամբողջ քաղաքակրթության վերջը դեռ շատ հեռու է։ Դեռ ինչքան որ ապրել է, 14.500 պետք է ապրենք։ Դուք ասացիք Քրիստոսի երկրորդ գալուստը քրիստոնյաների ընկալմամբ չի լինելու, հա, որ Այո։ Մի քիչ կարելի է այս մասին խոսել, թե երբ է նախատեսվում կամ երբ կգա։ Սիրով։ Գալուց էլ ինչ առաքելությամբ է գալու։ Թույլատրելի ու հնարավորի սահմաններում կպատասխանենք։ Սիրելի քրիստոնյա քույրեր եւ եղբայրներ, հույս ունենք, որ ամբողջ ինֆորմացիան ուշադիր կլսեք։ Այստեղ որևէ վիրավորանք տիրոջ հասցեին, անարգանք, ինչը դուք անընդհատ կրկնում եք, գոյություն չունի։ Եթե դուք մի փոքր ուշադիր լսում եք, կհասկանաք ինչի մասն է խոսքը եւ ավելին կհասկանաք, որ առանձնապես հակասություն չկա մեր եւ ձեր ասածի միջեւ։ Պարզապես դուք հենվում եք կրոնի վրա, մենք մեր ստացած գիտելիքների վրա։ Երբ կլինի նրա վերադարձ եւ երբ նա կստանձնի իր գործառույթները, երբ որ մենք այստեղ բավականաչափ քանակ կկազմենք ճիշտ ուսմունքի հետևորդներով, գան ում համար աշխատեն, գոնե ինչ որ մի թվականակ պիտի լինի հասկացող adekvat մարդկանց։ Դե այո։ Ես ոչ մեկին չեմ ուզում վիրավորած լինել, բացարձակ այդպիսի նպատակ ի սկզբանե չենք ունեցել։ Մեր երազանքն է, որպեսզի մեր փոխանցած գիտելիքները ընկալելի լինի բոլորի համար, կլինի հայ առաքելական եկեղեցու հետևորդ, հոգևորական, կլինի ուսուցիչ, լրագրող, թե հասարակ բանվոր, ով ուզում է լինի, իդեպ ընկալման մակարդակը ոչ մի առնչություն չունի մասնագիտության հետ։ Թվում է մարդը, ասենք, առանձնապես կրթություն չունի, դժվար ընկալի այդ ամենը, բայց մի անգամից մարդը ընկալում է, որովհետև մտածել է գուցե այդ ուղղությամբ։ Եվ բոլոր դեպքերում, եթե կառաջանան մարդկանց մտքերում ինչ-որ հակասություններ, պարզաբանումներ կուզեն տալ իրենց մտքերին, խնդրեմ թող դիմեն մեզ, եթե մենք ունենք այդ հարցերի պատասխանները կտանք, եթե չէ, միասին կփորձենք բացահայտել եւ ճշմարիտ ուղու վրա կանգնել։ Մենք պատրաստ ենք, մենք բաց ենք միշտ շփման համար։
Դե հա, ուղղակի պետք է առանց վիրավորելու եւ առանց Չէ, բայց ինչ վիրավորելու հարց կար այստեղ։ Չգիտեմ, մարդիկ գտնում են ինչ Դե գտնում են, ուրեմն թող իրենք էլ իրենց Դե կարգ լավ չեն անդրադառնում, չեն անդրադառնում նրանց։ համեցեք։ Այո։ Եվ այստեղ Լիջա մի փոքր անդրադառնանք Աբգար թագավորին եւ Հեղինեին, թագուհուն։ Սիրով, իհարկե։ Մի փոքր անդրադարձանք Աբգարի նամակը, որի իրական անունը Ավակ է եղել, մեր պատմաբան ընկերներից մեկի շնորհիվ ճշտվեց։ Նամակագրությունը իսկապես եղել է, բայց Հիսուս անունը բնականաբար հայտնի չի եղել նրանց։ Եվ նրա մահից հետո Հեղինե թագուհու կողմից Հուդայի անվան հետ կապված տարածքների գնումը որպես հայկական պետության, թագավորության սեփականություն, այո, այդ նպատակով է եղել, չի եղել ոչ հայ առաքելական եկեղեցի, ոչ մի բան, առաջին դարում։ Առաջին դարում արդեն այնտեղ Հուդայի անվան հետ կապված տարածքները եղել են մեր սեփականությունը։ Իսկ ինչ եք կարծում, սիրելի հավատացյալ ժողովուրդ, հրեական կողմը, հրեա հոգևորականությունը արդյոք կհամարձակվեր սպանել, սպանության փորձ անել Յահույայի կամ ձեր բառերով ասած Եհովայի որդուն։ Դուք այդ կապը երբ պիտի հասկանաք, որ գոյություն չունի։ Չեր անի, չէ՞ այդ քայլը։ Մի հատ տեսեք, ուրեմն ով էր, որ նրանք գնացին այդ քայլին։ Եվ մինչև օրս կովերի պարտեզի պահպանումը, որ կատարվում է Երուսաղեմում հայ համայնքի կողմից, գիշեր-ցերեկ հերթապահում են, որպեսզի այնտեղ ներխուժում չլինի։ Նրանք պահպանում են հենց Հուդայի անվան հետ կապված հայկական տարածքները։ Հետագայում մի գեղեցիկ օր, երբ իսլամին կանդրադառնանք, այդ ժամանակ էլ պարզ կլինի Մուհամեդի բարեհաճ վերաբերմունքը մեր նկատմամբ։ Դա դատարկ տեղում չի եղել։ Ամեն ինչ կապված է Հուդայի անվան հետ, որի մասին ինքը նույնպես իմացել է։ Նորանոր բացահայտումներն արժևում են։ Այո, շատ բան կա բացահայտելու։ Իհարկե գրքի մեջ շատ մանրամասն է այս ամենի մասին գրված։ Մի գրքում ոնց էլ զետեղելու եք այսքանը։ Շատ խիտ է ասեմ ձեզ գրված գրքում, գերխիտ է գրված գիրքը, ամեն էջը կարելի է ստուգաբանել, բացել, բացազատել եւ ամեն մի տողից կարելի է մի էջ սարքել։ Եթե մենք չշտապեինք, այս գիրքը եռահատոր կդառնար, բայց մենք ուզում ենք արագ հրատարակել, որովհետեւ մեր նպատակը տարածելն է այս գիտելիքներին։ Այո։ Միգուցե հետագայում հաջորդ հրատարակումները եթե կլինեն, լրացված։ Եթե հավելելու բան ունեք, համեցեք այս շնորհած այնքան, ասենց ինֆորմացիան դեռ պիտի մարսվի, ինքս էլ այդպես լուր մարսում եմ եւ երբեմն միգուցե պաուզաներով եմ հարցերը ձևակերպում։ Ընդհանրապես մի փոքր հավելեմ, որ 7 թևանի աստղի մասին, որը որ Հուդայի խորհրդանիշն է։ 7 թևանի։ Այս ինչքան թելերա կապնվում գնում դեպի մերձավոր արևելք, այն հայտնի երկիր։ Այն հայտնի երկիրը մեր պիտակ կապույտ։ Մի բան հավելեմ, վերջերս շատ սիրելի Լիա Ավետիսյանի հարցազրույցներից մեկն էի նայում, որտեղ նա նշում է, որ Հուդա երկիրը, եթե դա է իրենց պետականությունը, աշտարակի չափ մի հատ տեղ է եղել, փաստորեն դա էլ չի եղել։ Դա ընդհանրապես Հուդայի անվան հետ կապված տարածք է, որտեղ նրա հավաքներն են ավելի շատ իրականացնում։ Պետականորեն պաշտոնապես երբ որ ստեղծվել է, այո, ինչ քանդում են հայատառ է դուրս գալիս, ինչ քանդում են հայկական է դուրս գալիս, բայց արյան դադարեցրեցին։ Բա ինչ պիտի անեն։ Շարից փորձանքից հեռու։ Իրենք իրենց ծրագիրն են իրականացնում։ Հազարամյակներով ստացվում է։ Բարի լինենք, մենք էլ մերը ճանաչենք եւ անենք։ Շնորհակալություն։ Մենք շնորհակալ ենք, նույնպես շնորհակալ ենք հերթական հետաքրքիր դիտարկումների ու բացահայտումների համար։ Բարեկամներ, սա Life Armenia YouTube-յան ալիքներ, մեզ հյուրընկալվել էին դիեզերքի հարցերով լուծաբաններ Գոհար Գրիգորյանն ու Լիլիթ Մարգարյանը։ Շնորհակալ ենք նաև ձեզ հարցազրույցը դիտելու եւ մեր ալիքին բաժանորդագրվելու համար։